No. All right. Խաղաղություն բոլորիդ։ Այսօր շատ մի հատ հետարքիր բան ունեմ ձեզ սովորացնելու աղոթքի հետ կապված ու թեմաս կոնկրետ այն քրիստոնյաների մասն է, որ աղոթք չեն անում ու սատանան ոնց է իրանց հետ վարվում, երբ որ աղոթք չեն անում։ Այստեղ կնստեն 3 տարբեր վիճակներ եւ ամեն մեկը անհատական կբացատրեմ, որպեսզի ձեր մտքի մեջ տեսնեք, երբ որ եկեղեցի չեք գալիս, երբ որ սիրտ չունեք Աստծո համար, ինչից է դա բխում, կոնկրետ ուզում եմ ցույց տամ ձեզ, որ պատկերացում ունենաք։ Վերջի 2 կիրակիները ես ձեզ ցույց եի տալիս, որ երբ որ գնում եք աղոթք անելու, առաջի բանը, որ պետք է ուշադրություն դարձնեք, ձայները, քանի ձայն է շրջապատում քեզ։ Երկրորդը, որ անցյալ կիրակի ես ձեր հետ խոսացի, ես ձեզ ցույց տվեցի, թե դևերը ոնց են աշխատում մարդու կյանքի մեջ։ Այ օրինակի համար այսօր այս 3 տարբեր իրավիճակները ցույց կտամ ձեզ, որպեսզի պատկերացում ունենաք։ Մի հատ հետարքիր բան եմ ուզում ձեզ կարդանք, Աննան թող կարդա Եսայա 59:16, and then I want that pentagon picture, if you're okay with that, can I have that please? Yesaya, let me have Isaiah 59:16, brother. Let's have that one first. So, you ready, Anna? Yeah. Go ahead. Նա տեսավ, որ մարդ չկար, եւ ապշեց, որ միջամտող չկար։ Այն ժամանակ Now watch what it says. And he saw that there was no man, and he wondered that there was no intercessor.
Աստված նայում է մարդկանց որդիներին ու տեսնում է, որ բոլորը նեղության մեջ են, բոլորն էլ նեղություն ունեն, բայց մեկը չկա, որ ասի, ես այսօր այդ նեղություն, ծանրությունը կվերցնեմ իմ վրա։ Ասում է չկա։ No man։ Ասում է զարմացավ Աստված, wonder արեց։ Վա, այս սաղ նեղության մեջ են ու ոչ մեկը չկա, որ աղոտ կանի։ Այսօր իմ սիրելի եղբայրներ, քույրեր, ladies and gentlemen, այսօր այդ վիճակն է։ Որ նայում ենք պրոբլեմը ու ոչ մի բան չենք անում։ So դրա համար ինձ թվում է այս թատրոնը, որ ես ստեղծել եմ ձեր համար, պատկերացում ունենաք, թե ոնց է սատանան մարդկանց ուղղակի խաբում։ Ու ես ի նկատի ունեմ ձեզ քրիստոնյաներիդ։ Մի հատ պատմություն եմ ուզում ձեզ պատմեմ մի մարդու մասին, որ աղոթող է եղել։ Տեսեք, աղոթքը ինչ արել էս մարդու կյանքի մեջ, ինչքան կարևոր է աղոթքը։ Իր անունը Դավիթ Լիվինգստոնը 1800 թվականի ավետարանիչ է եղել։ Կուզեմ ուղղակի սա մի հատ ձեզ տամ, հետո ամեն ինչից կխոսանք, բայց սա հետո կանեմ։ Այս թատրոնը ձեր համար կխաղանք, որպեսզի please, երբ որ անենք չծիծաղեք, ավելորդ շարժումներ չանեք, խնդրում եմ լուրջ վերցրեք, էսի ձեր համար եմ արել, սա կատակի տեղ չի։ Ուզում եմ որ հասկանաք, որ ձեր երեխեքին ձեզ դևերը սենց են անում, ովքեր որ ինձ նայում են։ So էսի շո չի, որ ցույց եմ տալիս։ Մենք 10 քանի ժամ աշխատում ենք, որ այս դնենք ձեր համար, ժամեր, օրեր, շաբաթ օրը 20 ժամ, կիրակի օրը 20 ժամ, որպեսզի սա կարողանանք մենք այս ամեն ինչը սա։ It's a lot of work. Yes, Eric, what time you went home yesterday? 1 o'clock? His name is David Livingstone. Մի հատ սրա պատմությունը ուղղակի ձեզ պատմեմ, որտեվ դուք քրիստոնյաներ սիրում եք ռոմանտիկ եւ այսպես հետաքրքիր վկայություններ։ So մի քիչ տենց կանեմ։ 1800 թվականի ավետարանիչ է։ Ուրեմն Անգլիայում մի հատ ուրիշ սենց սկսենք 1820 քանի թվականին մի հատ Սկոտլանդցի մի հատ ավետարանիչ Աֆրիկայից, Հնդկաստանից եւ տարբեր տեղերից գնում է ուրեմն հետ իր երկիրը, վերջացրել է գործը, գնում է իր երկիրը, Անգլիա, տենց ասեմ, Սկոտլանդ, Անգլիա։ Երբ որ գնում է այնտեղ, դե ինքը շատ ճանաչված քարոզիչ է, մտածում է, որ մարդիկ կգան, մարդիկ լսել են, որ այսինչ մարդը գալիս է, հայտարարում են, այս կողմ են կողմ, գնում է տեսնում է մի քանի պապիներ են նստած, տարիքավոր մարդիկ են նստած։ Խեղճ մարդը նայում է զարմանում է, որ ոնց է, որ ոչ մեկը չի եկել։ Like չեն եկել, այդ մարդը մեծ ավետարանիչ է, եկել է, որ աս ինչեր եմ արել, քանի հոգի են ապաշխարել, Աստված ինչ գործեր է արել, Սկոտլանդի ժողովուրդը քնած, ոնց որ այսօր է մեր ժողովուրդը։ Մարդը եկել է, ոչ մեկը չի եկել իրան դիմավորի։ Ասում է գնում է այս մարդը, մի քանի հոգի նստած են։ Վերջը շատ է նեղվում, ասում է լսեք, ասում է Աֆրիկա կարիք կա, ով կգնա Աֆրիկա, ով կգնա Աֆրիկա քարոզելու, ով, մեկը կա, որ ստեղ կգնա, դե սաղ սենց վիզները ծրած ես նայում են, անջատված ես մարդուն, մի հատ երիտասարդ տղա, որ այն ժամանակ դե օրգաններ են նվագում, փչում էին, օդ են փչում, երիտասարդ 10 տարեկան, 11, սենց գալիս ասում է ես կգնամ, դե ես ավետարանիչն ամա երեխա է, ասում է Ազիզ ջան, ասում է, եթե Աստված քեզ կանչել է, շատ կուզեմ, որ գնաս բժիշկ դառնաս, հետո կգնաս։ Այս երեխան այդ խորհուրդը լսում է, գնում է բժիշկ է դառնում, վերջապես գնում է Աֆրիկա։ Աֆրիկայում մեծ աշխատանքներ անում, այնտեղ երկու հատ tribe-ներ են եղնում Աֆրիկայում։ Այս մեկին կարողանում է փորձի համոզի, որ ապաշխարեն այս կողմ են կողմ, այս մեկին չի կարողանում։ So այդ tribe-ներից մեկի մեծը իրան նամակ աղարկում, ասում է գիտես ինչ արդեն զզվցրիր դու։ Մեր սաղ ժողովրդին տանում ես քրիստոնեության։ Մենք գալու ենք սաղիդ ոչնչացնենք։ Խեղճ մարդը վախի տակ անգնում։ Աղոտ կանում ասում է Տեր ջան, ասում է, այսքան գործ եմ արել, ասում է, միթե թույլ կտաս մի հատ tribe-ի մարդ գա ու մեզ ոչնչացնի։
Նամակ ուղարկում, այս մարդը ասում է գալու ենք ձեզ ոչնչացնենք։ Խեղճերը սենց չեն քնում, զարթում, սպասում են, որ սրանք կգան ու զարմանալի է, որ տենց էլ չեն գալիս։ Այս մարդը փորձելով այդ tribe-ի հետ աշխատել, փորձում աշխատում է եւ իրանց ամբողջ այդ tribe-ին եւ իրանց մեծին բերում է Քրիստոսին։ Եվ այս մարդուն հարց է տալիս, ասում է, «Մի հատ հարց քեզ տամ, դու ինձ նամակ ես, չէ՞ ուղարկե։ Ասեցիր, որ գալու ենք բան անենք, ձեզ սաղից սպանենք։ Բախի չեկաք»։ Ասում է, «Ոնց, մենք եկանք»։ Ասում է, որ եկանք, տեսանք 39 մեծ զորավոր մարդիկ այդ տունը շրջապատել են։ Ասում է, մենք այդքան կարողություն չունեինք իրանց վնասելու։ So ստիպված թողեցինք գնացինք։ Այս մարդը գնում է Սկոտլանդ։ Նորից արդեն Դավիթ Լիվինգստոնն է գնում է Սկոտլանդ, այնտեղ հավաքվում են, բոլորը գալիս են, ասում եմ մի բան պատմեմ ձեզ, ասում է հետարքիր դեպք ա, այդ մարդը շատ է սիրել, իր բոլոր ամեն ինչը գրի, գրանցի։ Ասում է, գիտեք, ասում է, սենց դեպք, ասում է, այ մարդ նամակ ուղարկեց, այս ինչ մարդը, ասեց գալու ենք, ձեզ սպանենք ու չեկան ու ասում է, որ սենց բան։ Ու մի հատ կին իրանց տեղի աշխատողներից մեկը այդ եկեղեցու գալիս ասում է դոկտոր Դեվիդ, ասում է դու հիշում ես օրն ու ժամը։ Ասում է ոնց չեմ հիշում, ասում է էսի օրն է, էս է ժամն է։ Այդ կինն էլ է փաստորեն ինքն էլ իր կյանքն է գրանցել թղթի վրա։ Ասում է հլանայի, այդ նույն օրը, այդ նույն ժամին 39 եկեղեցու անդամներ ծունկի վրա ձեր համար աղոթք էին անում։ Ծունկի վրա 39 giant աղոթք են անում։ Մարդիկ աղոթք են արել, Աստված իր զորավոր հրեշտակներն աղոթք է։ Տեսեք, ինչքան կարևոր է աղոթքը։ Բայց այսօր Աստված ասում է, նայեց ու տեսավ wonder, there is no one. Որ բարի խոսում է no one. Գիտեք ինչն է հետարքիր, կներեք, վիրավորի կակուճոցը քրիստոնյաներ մտկով են քրիստոնյաներ, գործով քրիստոնյաներ չեն։ Որ հարցնես կասեն փառք Աստծո, ամեն ինչ լավ է, բայց ոչ մի բան Աստծո խոսքի մեջ։ Հիսուսն ասեց, ինչ եք ինձ Տեր ասում, բայց ոչ մի բան իմ համար չեք անում։ So, հիմա. Can I have let's just have the chart very quick. And then no, this one, second one, the Pentagon one. Okay, հիմա ուզում եմ գիտեմ շատ եք լսել ու հայլ պետք է լսեք, որտեվ նոր մարդիկ են գալի, կուզեմ որ իրանք է սովորեն Աստծո մասին։ Մեկը մի անգամ ինձ հարցեց, ասեց, ինչ ես ամեն տարի նույն բաները կրկնում, ասի, որտեվ ամեն տարի իմ եկեղեցու կեսը գնում են, ուրիշ մարդիկ են գալիս։ Ստիպված եմ։ Եթե դուք մեր կամերայի վիդեոները նայեք, այս 14 տարվա մեջ, այս հմիկվա ժողովուրդը լրիվ ուրիշ ժողովուրդ են, հները չկան։ Գնացել են։ Ինչ են գնացել։ Դե երևի ինչ չեն սիրում, ինչ իմանամ, արդ սկսենք։ Ինչ չեն սիրում, քարոզը չեն սիրում, աթոռը չեն սիրում, եղանակը չեն սիրում, լույսերը չեն սիրում։ Մեկը գալիս ասում է, «Ինչ լույսեր ես դրեք, construction խոսքը չի կատարում»։ Արի սրան բացատրի, որ կամերան լույս է սիրում։ Մենակ դու չես, այնտեղ ուրիշ մարդիկ կան, որ նայում են։ Լավ, ուշադիր ինձ նայեք։ Ես ուղղակի մի փոքր կուզեմ դևերի մասին ձեզ ներկայացնեմ։ Մենք ունենք ուրեմն 5 տեսակի սատանայի կողմից այսպես ասած ռենկեր, որ աշխատում են սատանայի համար։ Եփեսացիների մեջ գրած է, մենք երբ որ գանք սատանային, ես ավելի մանրակրկիտ կբացատրեմ։ Ստեղ մենք ունենք անմաքուր հոգի, ունենք ընկած հրեշտակներ եւ այս մարդը, որ աշխատում է սատանայի համար։ So այդ մարդը կարած դու էլ եղնես, եթե գանք ստեղից կարակ նայեք։ So մենք ունենք ընկած հրեշտակներ, անմաքուր հոգիներ եւ մարդը, որ աշխատում է սատանայի համար, որ այդ մարդը կարած դու էլ եղնես։ Ապաշխարած քրիստոնյան կարա աշխատի սատանայի համար։ Գիտեք առաջի բանը սատանան որ ուզում է որ դուք անեք, որ չսիրեք եկեղեցին, չսիրեք հովիվին, չսիրեք ոչ մի բանը։ Դա առաջի բանն է, որ ինքը կուզի որ դուք ու ես տարիներ այդի տեսել եմ, որ մարդիկ եկե նստել են ու ինձ չեն սիրել, իմ քարոզը չեն սիրել, իմ արածը չեն սիրել ու միշտ քննադատել են։ That's the first thing դու պետք է նկատես, եթե ձև բնավորություն կա, պետք է զգուշանես։ So, այս հրեշտակները, որ ընկած հրեշտակներն են, սրանք բաժանված են 3 մասի։ Ընկած հրեշտակ համար 1, I call him a boss. Are you stuck now? Ընկած հրեշտակների մեջ մի rank, որ իրանք կոչվում են power։
իրանք են մտածում ոնց ազգերին եւ երկրներին վնասեն։ Նույն ընկած հրեշտակների մեջ եւ կան հրեշտակներ, որոնք այն մի հրեշտակների կամքն են կատարում։ So հրեշտակները բաժանվել են 3 մասի։ Թագավոր ունեն ծրագրավորողներ եւ կատարողներ։ Ամեն։ Boss, թագավոր, ծրագրավորող եւ կատարող։ Հիշեք դուք մարդիկ, դուք ունեք թագավորներ, ամեն երկիր իր թագավորն ունի, բայց սատանան թագավոր մի հատ թագավոր ունի, թագավորներ չունի։ It's the same system. You have to know this. Ու իրանք 6000 տարուց ավելա աշխատում են մարդկանց վրա։ Իրանք թագավորներ չունեն, իրանք տարբեր զորքեր չունեն, իրանք տարբեր բնավորություններ չունեն, իրանք ոչինչ չունեն։ Մի հատ թագավոր ունեն, այդ թագավորի կոպիտ ասած, այսպես ասած, իշխանության տակ իրանք գործը արտակարգ անում են։ Նա հիմա Աստծո սրանք այս անմաքուր հոգիներն են, որ կարողանում են ձեր վրա աշխատեն։ All right, John, you guys want to be ready? Just go prepare my demons. Great. You guys come and start sitting the place that I ask. I want everybody to take their position. John, you go there. Your children go there. And then your wife comes later. Let's get the uniforms. Հիմա, ուզում եմ մի բան ձեզ սովորացնեմ, որ իմ համար շատ կարևոր է, մինչև իրանք կպատրաստվեն։ Երեխաներ ձեր համար էլ է, նրանք էլ ովքեր որից նայում են։ Բոլոր երեխաների համար է, ոչ մի տարիք, անգամս մեծերի համար, որ մինչև այսօր ճիշտ ասած ավելի շատ տարված են գեմին, քան թե Աստծուն։ Ու դա համարվում է լուրջ criminal act in my opinion, հոգևոր աշխարհի մեջ։ Okay։ Ուզում եմ ու շատ երեխնեք բան եմ ուզում ձեզ սովորացնեմ, okay։ Նրանք ովքեր որ չեն աղոթում, Աստծո ժողովուրդ։ Նրանք ովքեր որ չեն աղոթում, Աստծուց վախ չունեն։ Այսինքն մտներով ինչ անցնի կանեն։ Did I say something funny? Not yet. Նրանք ովքեր որ Աստծուց վախ չունեն, ինչ ուզեն կանեն։ Ետ քրիստոնյաներ են, մտներով ինչ անցնի կանեն։ Չմոռանաք էդի։ Երկրորդը իրանք հեչել տրամադրություն չունեն Աստծո հետ շփվեն։ They don't have no delight. Աստված իրանց համար կարևոր չի։ It's called no delight in God. Ոչ հիշում են Աստծուն։ Գիտեք delight-ը որն է, օրինակ հեչ եղել է ամուսնացածներ, եկեք այն սկզբի վախտերի մասի խոսանք։ Ինչքան էր ուզում զույգիդ հետ շփվես։ That's called delight. Հիմա որ փչացրել եք, դա իմ խնդրը չի։ Դա ձեր խնդրեմն է։ Ճիշտ եմ ասում, ճիշտ մարդու հետ ամուսնանայր։ Բայց ոնց իմանամ դա ճիշտ մարդը, դրա համար չեմ վռազում։ Օ, տարիքս մեծացել է, գնամ մի հատ կովի առնեմ, հետը ամուսնանամ։ Կարաս կովել առնես, շունել առնես, մեկը կովը մու անելու, շունել հաչելու ավրետ։ Ու դու սաղ կյանքդ լսելու ես դա։ Մի հատ կնիկա մի օր եկել է, մի հատ քարոզիչ ասում է, սաղորը դեղ եմ խմում բռով։ Ասում է, ինչի՞, հիվանդ ես, ասում է, տո չի համար 12 հատ շունում, այնքան են հաչում, գլուխը ցավում է։ Ասում է, գոնե շներին հանես դու դեղ ես խմում, խելք չունի։ Հիմա դե չես կարա մարդուդ կամ կնգատ հանես դուս։ Այդ տեսակ շներին չես կարա հանես։ Կներեք, որ տենց եմ խոսում։ Դու պետք է գնաս։ Հեչ տրամադրություն չունեն Աստծուն ճանաչեն։ Չաղոթող մարդիկ վախ չունեն Աստծուց, no delight in God։ Ոչ էլ սովորում են Աստծու մասին, բան չգիտեն։ Մենակ փառք Աստծո ասելով բան են գալիս։ Աստծո զորությանը մեռնեմ, թե ինչ է նշանակում չգիտեմ։ Եթե մենք կարողանանք Աստծո զորության վրա մեռնենք, ուրեմն դու ավելի զորավոր ես։ Աստծո զորությունը երկինք ու երկիր է ստեղծել, like ոնց ես դու մտածում էդի անես։ Հոգնում են Աստծուց, չաղոթողները, հոգնում են Աստծուց։ Աստծո խոսքի մեջ գրած ասում չի աղոթ կանենք, մեկը ոչի բանը չի անում մեր համար։ Քրիստոնյաները տենց են, աղոթ կանենք, ինչ անենք։ Երեխուս տարավ, մարդուս տարավ, բիզնեսս տարավ, սաղ տարավ, հայ, գնամ աղոթ կանեմ, ինչ անեմ։ Փնթփնթում են։
Մյուսը շատ ծանր մարդիկ են, դժվար է հետները աշխատելը, ծանր են, hard headed, ծանր են, աղոթքը փոխում է մարդուն, եթե ուզում ես կնոջդ սիրես, պետք է սկզբից Աստծուն սիրես, եթե ուզում ես ամուսնուդ սիրես, պետք է սկզբից Աստծուն սիրես, եթե դրանք չլի, այդ quality-ները չլի, դու ոչ մեկին չես, դու ինքդ քեզ նայելու ես, հայլու մեջ ասես, էլի դու մեկ արեք, էլի կայնեք հայլու մեջ, ասա աղպես չհոգնար։ Բայց կանես, իհարկե ոչ։ Չաղոթող մարդիկ, Աստծո ժողովուրդ, սիրում են իրանց հին կյանքը։ Արա լավ էր, էլի տղեկ հետ խմում էինք, աղջիկեք հետ դորա ենք անում։ Դորա էր թե դորի էր։ Այդ դրա նման մի բան։ Ես հիշում եմ մի հատ տղամարդ, իմ հարևանն էր։ Մի օր տենամ փողոց ես գնում, գալիս է։ Բարևեցի, մտա տուն, դուս եկալի գնում, գալիս է։ Ասի, լսի եղբայր, բան ես կորցրե, բա չէ։ Ասում ես 2 ժամը գնում, գալիս ես, ասում տուն չես ուզում գնաս։ Ասես չեմ կարա։ Ասի ինչի բան ա եղել, դեղեք չէ բան է կարել, չէ, ասեց, այսօր դորանա, դորիա։ Ասում եմ, ինչ է։ Ասում կանայք հավաքվում են ու տղամարդիկը թե չեն կարա եղնեն։ Ասեցի, վայ Հիսուս ջան։ Woman power։ Բասի եպես, ասի գոնարի մեր տունը ստի։ Չէ, ասես լավ, այսքան կքայլեմ։ Ժամը 6-ին նոր այդ կանայք գնացին տուն, այդ խեշ մարդը սենց քայլում էր։ Ասի ավտոս բալանտենում նստես գոնե մեջ, ասես չէ, պետք չի լավ է։ Հին կյանքն են հիշում։ Աստված չաղոթողներին խորհուրդ չի տա։ Աստված չաղոթողներին չի լուսավորի։ Աստված չաղոթողներին չի պաշտպանի։ Հիմա, եկեք սկսենք ստեղից։ Ուրեմն 3 տարբեր, where is your demon? I need 2 demons here, please. Let me have 2 demons. Take your positions. Oh, he's there. Okay. Հիմա ուշադիր եղեք։ Այն քրիստոնյաները, որ չեն աղոթում, Աստծո ժողովուրդ. Not yet. I have this. Where is the demon of this child? Can I have? We have demons. Can you call them? Tell them to come here. Good job, brother. So, ուզում եմ ուշադիր նայեք։ Առաջի Joshua, come here. You look like more a warrior than devil. Այս առաջի մասը այն քրիստոնյաները, որոնք որ ապաշխարում, ուզում եմ ուշադրեք, նրանք ովքեր որ ապաշխարում են, Աստված իրանց դևերին քշում է։ Քշում է։ Դա է Աստծո զորությունը։ Քո կյանքից քշում է։ Ես անցյալ կիրակի դա ձեզ ցույց տվեցի։ Ամեն մի դև, որ այսօր երկրագնդի վրա կա, իրանք բոլորն էլ աշխատանք ունեն։ Չկա անաշխատանք դև։ Դուք այսօր գործ չունեք, բայց իրանք ֆուլ աշխատանքով լսված են, 401k, ամեն ինչ ունեն։ Ձեր հաշվին գնում են տեղ, դուք մարդու կնիկ տոմսը առնում եք, թռնեք Հավայի, իրանք ձեր հետ գալիս են, ձեզ ներվայնացնում են, ձեզ կրվածնում են ու իրանք ուրախանում են։ Քո փողով։ Որտեղ խոսքի մեջ գրած է, իրանք չեն կարա հայտնվեն ու անհայտանան։ Չունեն այդ capacity-ն։ So երբ որ ապաշխարում եք, Աստված ձեր անմաքուր դևերին քշում է։ Let me have the can you go put that the chart, the devils, so people can see. Oh, right there, Joshua, come back. Աստված ձեր այս անմաքուր հոգիներին քշում է ձեր կյանքի մեջից։ Can you make it a little bigger so people can see? So հիմա, երբ որ սրանք էլ դև չունեն, Քրիստոսի մեջ են, այս ընտանիքը, իրանք չեն աղոթում։ Չեն աղոթում։ Նա սաղ point-ը աղոթքն է։ Դու կարաս եկեղեցի գաս, բայց եթե չաղոթ կանես, դու ահա որ վիճակի մեջ ես։ So այդ ընտանիքը դև չունի, նայեք դև չկա իր մոտ։ Հիմա իրանք կկռվեն, you guys gonna fight, start fighting,
So they're fighting. Կռվում են իրանք։ Մարդու կնի կռվում, բիլի համար են կռվում, անկապ հորնումոր համար են կռվում, ծնունդի չգնացին դրա համար են կռվում, հարսանիքին հայկական փող չտվեցին դրա համար են կռվում։ Ընդ մի քիչ մազերը կնիկը մի քիչ լավ չսարքեց, մարդը քզիբություն արեց, $1000 տեղը $500 տվեց, լավ շուկոշիկ չառավ, ռեստորանը թանկ չեղավ, ուտում են իրար։ When they start fighting, նոր սատանայա դուրս գալի դժողքից իրանց համար, որովհետև իրանք դուռ են բացում սատանայի համար. So can you come? So come, this is a new devil are coming to their life. Brand new devil coming. Keep fighting. You guys keep fighting. So սատանան brand new դժողքից նոր դևա հանում ու բերում է ձեր տան մեջ. Արդեն ունեք. Արդեն ունես. Ինչ ես ավելացնում. So երբ որ մարդու կնի կռիվ եք անում, կամ նույն 5 կյանքով եք ապրում, չեք աղոթում, թազա դևադուս գալ։ Ու եթե ուշադիր լինեք, համոզում եմ, որ ավելի շատ կռվեն։ Ու մեկ է մի օր ձեր ընտանիքները կբաժանվեն։ Մի օր մարդը կդառնա կով, կնի կտել շուն։ Որտեվ տղեկ ասում են, էլի հաչում է։ My wife says, Տեսար ինչ եղավ։ Դև չկար իրանց կյանքի մեջ, չաղոթեցին, իմաստություն չունեն, դուք երիտասարդներ լավ լսեք, հենց չաղոթեցիք, դու շուն ես դառնալու են էլ կով, կամ ոչխար, որ կենթանի ուզում եք համարեք, it's not funny, ask your parents, they fight and it's not even funny, ես ընտանիքներ եմ գնացել, ուտում են իրար, and it's not funny, you're in the next line, ես մի օր ձեզ տանելու եմ ընտանիքների մեջ, որ կռիվ են անում, դուք տեսեք, թե ինչքան վատ է։ Երեխեքը սենց որբի պես կայնած, ծնողները իրար հետ կռվում են ու հայհոյում են իրար, փոշմանում են, որ ամուսնացել են ու ինչ ասես չեն անում։ Գիտես ինչի, որովհետև աղոթում են, չեն աղոթում, պետք է աղոթ կանեն։ Սա առաջի մասնա, դուք հավատացյալներ ովքեր որ իզնայում են, եթե դուք գաք եկեղեցի ապաշխարեք, Աստված ձեր դևերին կքշի, բայց եթե դուք մեղք սկսեք գործելը, նոր դևեր կգան քո կյանքի մեջ ու կմնան քո տանդ մեջ, չեն գնա։ Մարդու չեն թողա եկեղեցի գա, կնոջը չեն թողա եկեղեցի գա, դրա համար շատերը մենակ եք գալիս։ Խեք մենակ գալիս, որտեվ ժամանակին rebellious էիք։ Ժամանակին տեղ տվիք սատանային, հենա թազա դևեր են եկե։ Ու չեն թողա որ գաք։ Ինչ կա ուզում ես գնա ճախավի միջև երեսդ կապտի, չեն գալու։ Մինչև ծունգներդ չկապտի, մինչև աղոթքի չգնաս, մինչև չմտնես աղոթքի, մինչև Աստծուն չասես I surrender to you, այդ դևը կյանքում չի թողալու քեզ։ Բոլոր երիտասարդներ հիշեք ինձ, վաղը չգաք իմ մոտ, որտեվ I am not going to help you. I have no time. Դրա համար սա ցույց եմ տալիս։ Ես տեսել եմ, թե ոնց են ամուսնացածները բաժանվում, կռվում, իրար ուտում։ Just one problem, չեն ուտում։ That's the first thing. Հիմա գնանք ստե։ Եթե նկատեք ստեղ դև կա, there's a devil here, սատանա կա։ Ծնողները գոնե իրանց երեխեքին սովորացնեն Աստվածաշունչ, աղոթ կանել, այս էշությունն են տալիս իրանց երեխեքին։ Նա ինչ խելոք երեխա է։ Can you grab his hand and push him to here hold this. See that? Սատանան ձեր երեխեքին ստիպում է, որ գեմ խաղան։ Իրանք ապրում են դրա մեջ։ Գիտես դրա վատ ինչ է, մինչև մեծանում են դեբիլ են դառնում։ Մարդու գլխի բջիջները, այդ որ օգտագործում են տենալու, հասկանալու համար, արդեն կոմպյուտերը կրծում փապկորնի պես ստանում է։ By the time մինչև իրանք մեծանում են, երեխեդ արդեն խոտ է։ Դրա համար խոսում ես հետները, ոնց Down սինդրոմներ են։ Ոչ մի բան չեն հասկանում, ոչ մի բանից տեղյակ չեն, մենակ սա գիտեն։ Ու ստեղով մտնում են ինչ հիմարություններ ասես չեն անում, էլ հիմար բաներ, տակլոր բաներ, էլ խումար են խաղում, ամեն ինչ անում են։ Just because
ծնողները թույլ են տալ այնքան երեխեքի ձենը չլսեն։ Էլ ուր ես բերե։ Ինչ ձևի ծնող ես դու։ Ամոթ քեզ, որ դու քո պարտականությունն էր, որ երեխան չեխի, թող խաղա, այն սատանան անընդհատ այս երեխուն բռնած, քիփ ու նայում ես այս երեխեք սաղ, այս ուղեղի էներգիան լցնում աստե։ Ինքը պետք է դպրոցում լավ երեխա եղներ, բայց դեբիլ երեխա է։ Ու քեզ էլ չի լսի։ Կոմպյուտերը հեռախոսը ձեռնես վեկալ, ոնց որ շունչները կդրես։ Էս ի՞նչ ձևի ծնող ես դու։ Դու ինչ ես թույլ տվել երեխեդ այդ օրը հասնի։ Եկեղեցի չեն գալի, գալիս են քնած են։ Like this. They're not listening. Նստած են, որովհետև ծնողները քացով տալով բերել են։ Չգաղ չեմ թողա կոմպյուտերը։ Այդ ախպեր 16 տարեկան գնալու են։ Այդտես չէ, որ դու երեխուդ ճանշես բերես եկեղեցի ու տենց էլ լելով, չէ, այնքան երեխեք չեն եկել դրանց հետո եկեղեցի։ Քացով տալով չի, վախացնելով չի։ Մի օր երեխեդ կանի կասես զզվի քեզանց չեմ եթում։ Ծնող հիշի 17, 18 էլ իշխանություն չունես երեխուդ վրա։ Ինքը կարա տնից գնա ու guess what դու ոչ մի բան չես կարող անես։ Փորձի մատով կպնես, քեզ դատի կտա։ Ինքը առանձին քաղաքացի է։ He's a citizen. You can't touch him when your child become 18. Բայց նկատեք սատանան միշտ իր հետ է։ Թույլ ես տվել որ երեխուդ մոտ դուք պետք է հասկանաք Աստծո ժողովուրդ։ Այս տեսակ մարդիկ եկեղեցի չեն գալի ու աղոթք չեն անում։ They don't care. Եթե հասկանում եք իմ հետ ասեք ամեն։ Եթե չեք հասկանում նորից ասեք ամեն։ Դուրն այն կողմնա։ Ալեն այդ խեսը տենստը, usually տես որ հետև նստում են գնում են եկեղեցի։ Նպատակ ունես գնալու։ All right, Cynthia, come. Grab a mic, my sister. Հիմա մյուսն ենք անում։ Այս մեկը, Աստծո ժողովուրդ, եթե նկատեք, այս սեղանը ռեստորանի սեղանա, complimentary տրված է սատանայի կողմից։ Այս սեղանը, որ ռեստորանն է, սատանան իր կողմից complimentary օրհնելա ձեզ։ Հիմա տեսնենք ոնց է օրհնե։ So, Cynthia, you come. Where is your devil? Come, Jordan. Եթե նկատեք, Cynthia-ն ամուսնացած է, ամուսինը երկու հատ երեխա ունի։ Ամուսինները ասեն, որ չծիծաղեք նախորոք։ Ամուսինը John Kim-ն է։ I'm like your husband, John Kim. You okay with that? Yeah. Yes, daughter is Arya, and the son is Hugo's son. Hugo, you want your son back or? No, okay, you don't want it. Okay, no, you can keep it. Եթե նկատեք, Cynthia-ն իր դևով է եկել իմ մոտ։ Ինքը ապաշխարած չի։ Let's play the game, my sister. Remember what you're going to tell me? All right, let's go. Pastor, I need help. My family is going through so many things. Our finances, my children. We just need so much help. We're struggling. We're dealing with so much. Parking tickets, everything. Just so many problems. Did you get parking tickets just now? They don't stop. Where did you get that one? So your family is falling apart. Եկել է բոլորը տեցեց է գալի։ Մարդը չի գալի, մարդը չկա, երեխեքս չկան, ծրված են խայտարակ վիճակի մեջ, հələ հիշեք ձեզ։ Չէ՞։ Մարդը եկել է, ուզում է։ Առաջի բանը, որ առաջարկելու եմ Իրան, the first thing I'm going to advise, I'm going to speak Armenian, you already know the story. Հիշեք սատանան հետևը կայնած է։ Okay? Առաջի բանը, որ ես Իրան ասելու եմ, ինքը պետք է ապաշխարի։ So let's repent. Lord Jesus. Lord Jesus. So you're going to repent. I so repent. I'm going to promise you that I'm going to help you. I'm going to make you to learn how to pray. I'm going to help you how to become strong Christian so you can be next to me and we can fight together. You understand? So, and then I'm going to make you a partner with God because the scripture says with God everything is possible. Amen. So, Աստծո ժողովուրդ, ովքեր որ հայեր են ասեմ։ Հիմա ես պետք է Իրան օգնեմ։ Աղջիկա, եկել է, մարդը լավը չի, տանիքը լավը չի, իրար հետ ոչ մի կապ չունեն, everything is fall apart։ Ես հիմա Իրան պետք է ասեմ, որ ապաշխարի, ուզեմ, չուզեմ։ Դևերի հետ կռվելը դա հնարավոր չի։ I can't fight with devils։ Պետք է ապաշխարի մարդը։ Պետք է Աստծուն ընդունի, որ ինքը Հիսուսը համ ինձ օգնի, համ Իրան։ Չեմ կարող առանց Հիսուսի ես ամ, դա հնարավոր չի։ Եթե ալերք խոհ մեր Հիսուսի պետքությունը չկա։
So now ինքը ապաշխարում է եւ she comes to church. Now let's pretend this is a church. Sit down, my sister. She comes to church, գալիս է եկեղեցի, արդեն ինքը գիտի աղոտ կանել, արդեն ինքը գիտի որ պետք է եկեղեցի գա։ Հիմա now you go, no, you stay with her. You're not living yet. Now what you do, you go and tell your husband to come because now you know how to pray. Հիմա ինքը գիտի ոնց աղոտ կանի, հիմա ինքը գիտի ոնց ծոմ պահի, հիմա ինքը գիտի որ եկեղեցի գալը կարևոր է, ինքը գիտի որ Աստվածաշունչ կարդալը ճիշտ է, սովորել է։ Now go bring your husband. Husband. Husband, bring your devils, brother. Come together. You're doing good, brother. But try to be. You All right. guys. No, not the whole family. Family comes. All right, it's okay. So all the family comes. Come on. If you նկատեք ընտանիքը գալիս է, դևերն էլ հետներն են գալիս. Okay. So come over here, family. Family comes, devil stay and devil stay. So եթե նկատեք ընտանիքը եկեղեցի է եկե, Փառք Հիսուսին, վերջապես ընտանիքին բերել ենք եկեղեցի։ Սիդյան ուրախ է, իր մարդը աղոթում է, իր երեխեքը եկեղեցի են եկել։ Շատ լավ է։ Now, Henry, it's your turn. Where's your mic? You know what you're going to tell the other demon? Yes, we're losing them. No, a little bit loud because so start talking each other. Հիմա իրանք խոսում են, որ մենք իրանց կորցնում ենք։ They're going to church. Yeah, they met Pastor Armin. No good. A little bit loud. I can't hear you. No bueno. They met Pastor Armin. Brother, what happened to They're your voice? returning to the enemy. Yeah. So what happened is, հիմա այս դևերը իրար հետ խոսում են, որ այս ընտանիքին իրանք կորցնում են։ Գիտեք ինչի։ Կնիկը եկավ եկեղեցի, ապաշխարեց, աղոտ կանել սովորեց, մարդուն բերեց, մարդը ապաշխարել է, երեխեքը եկեղեցի են գալիս, հիմա դևերը որոշում են իրանցից հեռու քաշվեն։ So guys, you guys devils come over here. Իրանք հեռու են քաշվում, որպեսզի իրանց մեջ կռիվներ չեղնի, բայց չեն գնում իրանց կյանքի մեջից։ Այնքան է հեռու են գնում։ But you, Cynthia, devil, you're going to go tell her, there's one condition, I'll let you go. If you guys, եթե դուք, մենք մի ճանապարհով կթողանք, որ դուք որ հանգիստ եղնեք, եթե Կիրակի օրը եկեղեցի չգաք, բայց գնաք իրար հետ հաց ուտեք։ Գնացեք Կիրակի հաց կերեք։ Վերջի 5 տարին իրար հետ չեք եղել։ Սա որ իրար կերել եք, կռիվ եք արել, Կիրակի գնացեք եկեղեցի մեկ կա։ Սա շատ կարևոր է այս ընտանիքը։ Մեկ կա եկեղեցի, գնացեք ուրիշ տեղեր, իրար հետ ամեն ինչ արեք, եկեղեցի մեկ կա։ Աստծուն մեկ լսի։ Այ մարդ, հազիվ իրար հետ բարշել ենք, ինչ եկալ։ So have a seat, guys, have a seat. Everybody sit. This table is made by demons. Hope you Enjoy. dinner. Իրանք ուզում են, որ դու Կիրակի օրը եկեղեցի, իրանք էլ չեն բզում, քեզ որ կնգատ հետ կրվես, կնիկը դե քո հետ կրվի, չեն բզում։ Հերո են քաշվե։ Որպեսի իրանք Կիրակի օրը գան հաց ուտելու։ Քանսներդ եք արել ու քանսներդ եք անում։ Foolish։ Գոնեգաց եկեղեցի տանիքիդ բերես որ մի օր էլ լսեն Աստծո խոսք, մի օր էլ հասկանան Աստված ինչ է ասում։ Դու վեկալել ես քո քանդված ընտանիքի, որ Աստված է կպցրել, Աստծուց կտրում ես Կիրակի տանում ես հաց ուտելու։ Are you stupid? What are you doing? Ինչ ես անում։ Աստված ամենից սարքել է քո համար։ Խես Կիրակի օրը, արա երկու շաբաթ, ուրբաթ շաբաթ։ Կա ինչի հենց Կիրակի օրը ինչի, որտեվ դևերը հետ են քաշվում ու ականջիդ փսփսում են։ Coupon's good Sunday. Go 12 to 2. Sunday, go You have to go Sunday. on Sundays. You have to go Sunday to Ու նայում ես չկան, ուր էիր։ Խիչ ես եկե, հա, ընտանիքով գնացինք հաց ուտելու։ You love Korean food. Why Sunday? You don't need pastor. Ընտանիքով գնացինք հաց ուտելու։ Sundays are best. Չուտեիր։ Forget football. Eat. Sunday, Կիրակի օրը, ու գիտեք, ձեր բոլոր գործերը միշտ սկսում է Կիրակի օրը։ Դուք հավատացել եք, նկատել եք Կիրակի եք միշտ busy։ Ձեր գործերը սկսում է ծաղկել Կիրակի օրը։ Ձեր բիզնեսները սկսում են հաճախորդներ գալը շաբաթ Կիրակի օրերը։ Forget Armin. And guess what?
That's a foolish thing. Երբ որ չեն աղոթում, այս է result-ը։ Սա սրանք ինչի մարեն եկե Աստծուն։ Իմաստը որն էր։ All right, guys, we're done. You guys can have a seat. Hey, you know what devils think about you? You're a terrible devil. They just told me. No, I'm just kidding. Thank you. Very good. Thank you. Կիրակի օրը քրիստոնյաները միշտ բիզի են։ Կիրակի օրը միշտ գործի են։ Կիրակի օրը շատ կարևոր է։ Մենակ էդի չէ։ Մնացած վախտերն է, որ երբ որ Աստծուն է վերաբերվում, չգիտես ինչի, չկան։ Ամեն ինչի մար կան, ծնունդների կգնան, կնունքների կգնան, Քրիսմասի կգնան ուրիշներ հետ հաց կուտեն, բայց եկեղեցի չեն գա։ Նոր տարուն կցնդվեն, Աստծո ժողովրդի հետ չեն անի։ Գիտեք ինչի՞ց է դա գալի, որտեվ զանազանություն չկա։ Աղոթքը զանազանություն է բերում մարդու կյանքի մեջ։ Let me have my chart, the type of prayer, not this one. See, Եսայան ասում է, ոնց կլի ասում է, որ նեղություն կա ու աղոթք կանող չկա։ Ոնց կլի տենց։ Ոնց կարա տենց եղնի։ Ոնց կարա մեկը չգա ծնկի ու ասի, Տեր ջան, անձրև, դուք անձրևի համար աղոթք անում եք, ձեր գլենդելի օդը տեսել եք ինչ է։ Ինչ ամեն։ Պետք է այդ հակագազներով մանգաս։ Դուք գլենդելցիներ գիտեք ինչ եք շնչում։ Դուք սաղը ծխողներ եք այսօր։ Աստվածաշունչի մեջ գրած է ծխելը մեղք է, բայց դուք լավ էլ ծխում եք։ Բաց աշկարա, առանց ֆիլտրի։ You know how dirty the air is here, Glendale? Pretty bad. Մեկը ծունկի գալիս է, ասեք, արա հեսա մարդիկ ինչ հիվանդություն։ No, չկա։ Nobody. Love. Okay. Հիմա սկսենք սովորացնելը։ John, you guys going to play the same thing all over again. Okay, so we're going to do on the other one. Ուզում եմ մի հատ ձեզ բան հիշեցնեմ, որ շատ կարևոր է։ Հիմա գնանք աղոթքի մասին խոսանք Աստծո ժողովուրդ։ Ես այս մի հատ կուզեմ այսօր տամ, բայց հետո can we have Psalms 100? Psalms 100. Ես այն ժամանակ մեր քրիստոնյաներն որ եկեղեցի չեն գալի, ասում խիչ ես եկեղեցիք, ասում անձրև է գալի։ Սո բատանից չես հելնելու ընդհանրապես։ Իսկ ինչ անձրև է գալիս։ Խո մեր կուրթան գյուղը չի որ ցեխերի մեջ մանգաս։ Այսօր խիչ ես եկե քամի էր։ Յա։ Այդ որ մեկի տատարե որ չեկա եկեղեցի։ Ապուշ բաներ են ասում։ Քամի էր, անձրև էր, ցուրտ էր, բայց ցուրտ պետք է ինչ ասում ես ինչ էր, անցուրտ էր, թե հրեշտակները գային կարմիր բանը քայլի վրան։ See, you know why they're doing this? Աղոթքի կյանք չունեն։ They don't understand. Ինչքան կարևոր է, եթե չաղոթեք, դևեր կբերեք ձեր կյանքի մեջ։ Դրա համար Երեմիայի մեջ Աստված ասում է, իրանց համար մի աղոթք անի։ Պետք չի, թող մնան։ Պետք չի, մի աղոթք ան, ինչի համար։ Մեկը իրանք կարիք չունեն։ All right, read Anna for me. Գոչեցեք Տիրոջը, ով ամբողջ երկիր։ Ծառայեք Տիրոջն ուրախությամբ։ Ցնծությամբ եկեք։ Մեկ անգամ եւս։ Ծառայեք Տիրոջն ուրախությամբ։ Ծառայեք Տիրոջը ուրախությամբ բոլորիդ ավերաբերվում։ Բոլորիդ ավերաբերվում։ Ահա։ Ցնծությամբ եկեք նրա առջև։ Ահա։ Ճանաչեցեք, որ Տերն է Աստված։ Next verse. Նա է մեզ արարել, եւ ոչ թե մենք։
Մենք նրա ժողովուրդն ենք եւ նրա արոտի ոչխարները։ Նրա դռները մտեք գոհությամբ։ Նրա սրանները փառաբանությամբ։ Գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը։ Որովհետեւ բարի է Տերը եւ հավիտյան է նրա ողորմությունը եւ նրա ճշմարտությունը սերնդից միջև սերունդ։ It's ոնց է մեկը դες լավ կարդացի։ Anyway, let me have my chart. You make me cry. All right. Can you make this bigger, please? Աննա ջան, Սաղմոս 104-ը նորից գաս 104-ը։ Ուզում եմ նայեք Աստծո ժողովուրդ։ Նրա դռները մտեք գոհությամբ։ Stop. Առաջի աղոթքը, որ ես ձեզ անցյալ անգամ ասացի, էդի Thanksgiving-ն է։ Ես մի քանի հոգու հարցրել եմ Thanksgiving ինչ է նշանակում, իրանց պատասխանը ահա որ վատն է։ Սկի չգիտեն էլ ինչ է։ So sad. Լավ եկեք հասկանանք, ես այս 15 տարվա մեջ սովորել եմ Thanksgiving-ը ինչ է նշանակում, ուզում եմ ձեզ տամ։ Էդ ինչ է, գնում ես ինչ է, շնորհակալություն հայտնես Աստծուց, գիտես քո կարիքը ունի, կամ ինչ պետք է ասես իրան, որ ոնց է երկինքը սարքե, թե ոնց է ծովը սարքե։ Պետք է լեր քեզ կստեղծեր նոր քո կարիքը կիմանար, նոր կասեր ինձ ասա ճիշտ լավ եմ սարքե, թե չէ։ Ինչի համար է շնորհակալություն հայտնում, որ քեզ փրկել է։ Եթե այդքան լուրջ ես, բան չի չես անում այն ինչ որ ինքը քեզանից ուզում է։ Բան չես շնորհակալություն հայտնում։ Ոչ ծառի համար է շնորհակալություն հայտնում, ոչ այն մրջունը, որ տրորի սպան իր այդ խեղճ կենթանուն։ Ինչի համար է շնորհակալ։ What is the point? Բայց եթե դուք շատի լսեք, ասում եմ մտեք նրա դռնով եւ շնորհակալություն հայտնեք։ Specifically asում է enter his gates with thanksgiving. That this is the gate. Right here. Let me have here, Art. Right here. Let me have here. Can we have it in a display? Yeah. No, not this one. Just the tabernacle. Tabernacle, brother. Tabernacle. That's the gate right here. Gate-ը Աստվածաշնչի մեջ կոչվում է authority. Իշխանություն. Ում իշխանությունը? Քրիստոսի։ Ասում է այդ իշխանությունը, որ ներս մտնես, շնորհակալություն կհայտնես։ Բայց հարցն է, ինչի համար պետք է շնորհակալություն ասենք։ Why? Ինչ պետք է շնորհակալություն հայտնես։ Աղոթող մարդիկ, որոնք որ աղոթքի կյանքը հասկացել են ու Աստծուն հասկացել են, իրանք գալիս են Աստծո սրահը, շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ հլա էլի մարդիկ է գտնում, որ այդ մարդիկ կարողանան մարդկանց փրկեն։ Oh, you didn't get it. Աստված մինչև այսօր մարդիկ է գտնում, իրանց օծում, օրհնում, կանչում, համոզում է, որ մնացեք իմ մեջ, ես ժողովուրդ ունեմ, Արմեն, գնա նորից քարոզի, ոչինչ որ քեզ վիրավորում են, ոչինչ որ քեզ նեղացնում են, ոչինչ որ պակասություն կա, ոչինչ որ հետևիցդ բամբասում են, ոչինչ դրանց մի լսի, ես էլի մարդիկ ունեմ, որ պետք է փրկես, այս մարդը, որ ինքն էլ է քարոզիչ, ինքն էլ է աղոթող, ինքն էլ է աստծո մարդ, գնում ասում շնորհակալություն, որ այս մարդուն հլա պահում ես քո մեջ, որ ինքը կարողանա էլի մարդ բերի։ Դրա համար է շնորհակալություն հայտնում։ Դու գնահատում ես Աստծո ընտրած գործը, որ Աստված հլա էլի մարդկանց վրա հիշում է ու էլի մարդիկ է կարգադրում, որպեսզի մարդկանց փրկեն։ Դու պատմես բոլոր եկեղեցիները փակվեն ինչ կլի։ Ոնց է քո տան անդամդ փրկվելու։ Մարդիկ գալիս են ինձ ասում են գաս մեր տուն։ Գիտես չեմ ուզում գնամ։ Դա հաճ է։ Որտեվ կռվում են։ Մեկը տենում ես չեն լսում։ Չես մամ չեր են անում։ Գնում ես անիմաստ հետ ես գալիս, բայց գնում ենք, չէ։ We go. Ով պետք է գնա բա։ Դրա համար ես շնորհակալություն հայտնում։ Բայց եթե դու աղոթքի կյանք չունես, դու սկի ոչ մի բանի համար։ Եթե դու ասում ես տեժա շնորհակալություն, այն չի համար ես ասում շնորհակալություն։ Ինքը քեզ ոչ մի բան չի հարցրել։ Քեզ չել ասել, ես քեզ փրկելու եմ, ինքը չի հարցրել, դու ինչ լավ տղա ես ուզում ես։
Ինչի համար է շնորհակալություն հայտնում? For what? Ձեր շնորհակալությունը ինչ որ շնորհակալ եմ Տեր ջան, ինքը դրա պետքությունը չունի, բայց եթե դու շնորհակալ ես ամեն մարդու համար, կամ հենց ինքդ ես էլ գամ ասեմ Ֆիլիպեցիների մեջ ասում եկեք կարդանք Ֆիլիպեցիների 1:3 ասում դուք ոչ թե որ մենակ ասում ընդունեցիք ավետարանը, այլ մնացիք չարչարվեցիք, որպեսզի Քրիստոսի հետ հավասար աշխատանք կատարեք։ Մի օր ես քույթ անեմ չգամ, սա հովիվները քույթ անեն, այս նստածները դուր եք գնալու։ Ինձ ասում եք Արմենը փող ա ուզում, Սաղորը էս ա ուզում, Սաղորը այն ա ուզում, բայց սա հովիվները նույն բանն են ասում են հոգնել ենք, փակ են գնան, ինչ եք անելու։ Հա? Ինչ ուր եք գնալու։ Դուք մեկը չեք ուզում ծառայեք, ինչ գնալու ես ասում ես Տեր ջան շնորհակալություն որ բոլոր եկեղեցիները փակվել են։ Որ այսօր տեղ չունեմ գնալու։ Մենք 6 ամիս ժամ ունենք, մեկը հեչ աղոթում եք, ես քիշեր ցերեկ ձեր մասն եմ մտածում։ Ու այն հոգիների որ հələ էլի գալու են, իսկ սատանան ուզում է շատդաուն անի, բայց էլի ես Աստծուն եմ ուզում։ Այդ Պողոսը որ գնացել էր, մտել էր Աստծո սրա ասում էր, այս Ֆիլիպեցիների եկեղեցու այդ զորավոր մարդկանց համար շնորհակալ եմ, որ գտել ես իրանց, որ գործ անեն։ Այդ է շնորհակալություն։ Ու շնորհակալություն չկա։ Այդ մարդիկ շան կյանք են ապրում։ Շան կյանք։ Ես ինչ ասում խոսք եմ, որ պետք է աղոթ կանեմ, ամեն օր ինձ ասում չմոռանաս աղոթ կանելը։ Ասում չէ, գնամ աղոթ կանեմ։ Գործ ունեմ, գիտես, կարևոր գործ ունեմ, թողում եմ սա ու գնում աղոթ կանելու։ Իսկ դու չես անի։ Դու նստած ես, դու նստող ես, դու viewer ես, քո պետք չի։ Կներեք որ sense եմ խոսում, but I'm saying what the truth is. The Thanksgiving, it's not your Thanksgiving. Why are you thanking God? What's the point of your thanking God? He didn't ask you anything. He made everything perfect, the scripture says. He didn't need your thank you. Read Philippians. Գոհություն եմ հայտնում։ Պողոսն է այսի գրում։ By the way, Philippians Alexander Great-ի հոր անունն է։ Իսկ Թեսալոնիկն էլ Alexander Great-ի քրոջ անունն է։ Just ձեր իմանա, չնայած գիտեմ մոռանալու եք ոստե։ Go ahead, Philippians. Philip, his name is Philip, King Philip. Գոհություն եմ հայտնում։ Greek king. Hold on, let me open it. Անան վրազում է։ Հələ մի 2 ժամից դես 3։ 3 Գնացինք։ Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ։ I thank my God upon every remembrance of you. Ասում գոհություն եմ հայտնում ձեր համար։ Ում ծառայողների համար։ Նրանք ում որ Աստված ընտրել է։ Next. Երբ ձեզ հիշում եմ։ Երբ ձեզ հիշում եմ։ Ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ ավետարանը քարոզելուն ձեր մասնակից լինելու համար։ Makes no sense. Read English. Armenian is pretty bad. I have no idea what she said. Read English. I thank my God upon every remembrance I of you. thank my God շնորհակալություն եմ հայտնում Աստծուց հիշելով ձեզ։ Ում նստածներիդ? No. Գնացինք։ Always in every prayer of mine, for you all making request with joy. Ստեղ ուշադրեք ես always միշտ ձեր համար աղոթ կամ ու request եմ անում ուրախությամբ։ Դու ես մարդը հիշում է այսինչ ծառայող եմ ասում ինչ լավ է սրանք այս legacy-ն տանում են։ Next 5 For your fellowship in the gospel. Ձեր հաղորդակցությունը ավետարանի հետ։ Իսկ ավետարանը դա Քրիստոսն է։ Ձեր your fellowship with gospel. From the first day until now. Սկզբի օրից մինչև վերջ։ Քանստետ եք ավետարանի հետ շփվում։ Քանստետ եք հələ Հիսուսի որպես թագավոր խոնարհվում։ Քանստետ եք նրան որպես ձեր չարչարանքները կրող հարգում ու սիրում ու խոնարհվում։ Քանստետ եք ամեն օր ասում Տեր ջան, շնորհակալություն, ես այսօր սա գործերս cancel եմ անելու ու գամ ուղակի մի օր ասեմ thank you. People Satan loves those kind of things. That's the whole point. Ինքուզ որ դու լավ քրիստոնյա չեղնես. He doesn't want that. Պողոսը ստել ուրախություն ապրում։ Գիտեք ինքը հիմա որտեղ է։ Ինքը բանտում է։
իրան բանտարկել են, առանց ոչ մի բանի։ Բանտից ուրախությունը հայտնում այն մարդկանց համար, որ պատասխանատվություն են վեկալել իրաց կյանքը դնեն ռիսկի տակ։ Դու գիտեք Օբամայի ժամանակ, որ սկսեցին բոլոր public տեղերից հավաքելը ամեն ինչ, ես իմ երեխեքին սովորացնում էի, որ հանկարծ կան բռնեն, Աստծուն չմեղադրեք։ Իսկական դեպք ա եղել էսի։ Որտեվ երբ որ մուսուլմանները սկսեցին թափելը երկրի մեջ, դրոշակը մեզ օֆենսիվ է, երկելը gospel օֆենսիվ է, օֆենսիվը գնա քո երկիրդ, եղբայր սիրելիս, ինչ ես անում ստեղ։ Էսի քրիստոնեական երկիր է։ Հետո ինքնա ոնց որ գամ ձեր տուն ասեմ, ինչ անում եք չեմ սիրում։ Չես սիրում գնա։ This is a Christian country. We live as a Christian. Մենք դրա համար ենք ստեղ եկել։ Առաջ որ եկա տեսա սա քարոզում է զարմացա, Հայաստան չէր կարանի, չեն թողում։ Զարմացել է սա քարոզում է, սա հավիտալություն, Հիսուս TV-ներով, like wow, what is this place? Continue. Being confident of this very thing, Ասма շատ հանգիստ եմ այս մի բանի համար։ that he which hath begun a good work He that began ասма նա որ ձեր մեջ լավ գործ է սկսել, այս սաղի չի ասում։ Ինքը սաղի նկատի չունի։ Այդ լավ գործը իմ հետ է սկսել։ Այդ լավ գործը, եթե դու քո վրա պատասխանատվություն վրես ու մնաս տղամարդու պես մեջը, երկող ես մինչև վերջ երկի։ Տվող եք մինչև վերջ տվեք։ Հավաքող ես մինչև վերջ հավաքի։ Եթե դու եկել ես ասում ասում ես ես կգամ ամեն կիրակի այս աթոռը կդնեմ ստեղ դեարի։ Ուր ես ինչի չկաս։ Արի դե։ Oh, there's մի շապա չէի կարող գա։ Get out of here. I don't like those kind of people. You better keep your promise որտեվ դու ասում ես խոստովե ոչ թե ինձ։ Ասեք ամեն։ Amen. Որ ասма ձեր մեջ լավ գործ ասկսե In you will perform it until the day of Jesus Christ. Մինչև վերջը քեզ կպայ, դաժե մեռն ես էլ, don't worry. Գնացինք 7. Even as it is meet for me to think of you all, because I have you in my heart. Ասма անգամ որ հիմա էլ մտածում դուք իմ սրտի մեջ եք, իմ սրտի մեջ կաք։ Inasmuch as both in my bonds and in the defense and confirmation of the gospel, ye all are partakers of my grace. Բոլորդ ասма իմ շնորհքից մասնակցում եք, իսկ իր շնորհքը որն է։ Աստված իր շնորհքն ունի, դու էլ քո շնորհքն ունես։ Գիտեք ինչ դժվար է անդադ տալը։ Գիտես ինչ դժվար է անընդհատ տալը, բայց դու ոնց պետք է լցվես։ Աղոթքով։ Եթե ես աղոթք չանեմ, ես չեմ դիմանա։ It's չի եղնի, քայքայ են ինձ։ Դրա համար շատ հովիվներ, ավետարանիչներ, հարդեթակներ ունեն, բաժանված են, աղքատ են ու փչատ։ Գիտես, որովհետև մարդիկ անընդհատ constantly իրենց վրա հարձակվում են։ Գործ վեկալ քեզ էլ նույն բանն էլ քեզ ալելու։ Ինչ անես գող չեն։ Ինչ անես գող չեն։ Քիչ փոխտած կասեն խես, քիչ փոխտվե շատած պիտի ասեն խես շատ տվե։ Գաս աթոռը ստեդնես կասին չես ստեդրի, մի քիչ ստեդնես։ Like մտածում my God. Continue. Watch this. We're almost done. For God is my record. How greatly I long after you all in the bowels of Jesus Christ. And this I pray, that your love may abound yet more and more in knowledge and in all judgment. Ձեր ասма սերը աճի նրա գիտության վրա եւ ճիշտ դատելու վրա։ Նրա գիտության վրա։ Ձեր սերը աճի նրա գիտության վրա։ Ոչ թե գասաղոտ կասես, Տեր ջան, ինձ սեր դու իմ մարդու սիրեմ։ No. Սեր դու իմ երեխու սիրեմ։ Ձեր երեխեքը Աստծո ժողովուրդ։ Իրանք էլ իրանց կյանքը ունեն, չես կարա բռնես։ Matter of fact, Աստծո խոսքի մեջ ասում է, երբ որ ամուսնանան, թող առանձին գնան, առանձին։ That's what God says. Let them go. Ծնողներն կա, I want my children. Արա բաց թող ոնց որ հայց հավատացյալի հոտ չգա վրից ինչ ասեց Աստված թող գնան առանձին որ տենակ ձեր մամաները խառնվում են ձեր ընտանիքի մեջ փախեք
Երիտասարդներ երբեք չգնաք ու ձեր մամանեն չպատմեք, ձեր ծնողներին, ձեր ընտանիքը ինչ կատարում, խառնեն սաղ իրար։ Կփչացնեն։ Որովհետև մամաները ուզում են իրանց երեխեքի մենակ պաշտպանեն, թքած մարդու կամ աղջկա վրա։ Պահեք ձեզ։ Չեխի, Եսա կգնամ մորս կասեմ, մեզ է կկանչի մարդուս, կասի արա այ լակոտ, քեզ բերեցի ստեղ, մարդ սարքեցի, փող տվեցի, այդ ինչ ես փչացնում ես ամեն ինչ։ Բա վերջում իրանք են մի տեղաշորի մեջ քնելու, ոչ թե մամատ, պապատ ու նրա մաման ու նրա պապան ընդհանուր մի տեղ։ Բա հետո ձեզ սերը շատանա նրա գիտության եւ ճիշտ դատելու մեջ։ Սիրեք ձեր թշնամիներին, օրինակ քո կնոջդ կամ քո ամուսնուդ։ Նա ոնց ուզում է սիրի։ Սիրեք ձեր թշնամիներին։ Ես չեմ կարող իմ ամուսնուս սիրեմ։ Դե դու կգնաս ներքև, ինքը կգնա վերև։ That's the only solution, brother. Next. We're almost done, people. Give me a second. That ye may approve things that are excellent, that ye may be sincere and without offense till the day of Christ, being filled with the fruits of righteousness. Being filled with the fruits of righteousness. Դու գիտեք սուրբ հոգու պտուղներ կան, քանստեր եք լսել։ Բայց արդարության պտուղներ էլ կան։ There's a fruits of the spirit and there's a fruits of the righteousness. Բայց որնա։ Որնա պտուղները արդարության։ Պտուղ չէ, պտուղները. It's not the spirit. That's not what he said. Being filled with the fruits of the righteousness, which are by Jesus Christ, unto the glory and praise of God. Աղոտքը ոչ թե մենակ սուրբ հոգու պտուղներն ա բերում, էդի քոնը չի։ Էդի դիմենդա։ Այ էսա մեջից այդ պետք է դուրս գա։ Հիսուսն ինչ ասեց, նրա պտուղներից ճանաչեք իրանց գործերը։ Դու ունես արդարության պտուղ։ Գոնե մի հատ ունես։ I'll teach you next week. Հա, նվագողներս եկան։ Սպասենք։ Արմեն որ եկեղեցին լսվի ոնց ես գալուս հենց։ No, it's okay, go. Okay. Այսօր սիթս կոդրել է, սես թրվռում էր վրեն։ Let me have that chart again. The scripture says, go to his gates with thanksgiving. Thanksgiving-ը Աստծո ժողովուրդ Իրանից պահանջում է արդարության պտուղներ։ Եկեք ասեմ արդարությունը ով է պտուղն ով է, գոնե մի քիչ գաղափար ունենանք։ Աստծո խոսքի մեջ գրած է Ֆիլիպեցիներ 2-ի մեջ ասում է Հիսուսը Աստված լինելով Հիսուսը Աստված լինելով խոնարհվեց։ That's deep. Աստված լինելով խոնարհվեց։ Արդարության պտուղներից մեկն է։ Որ դու ճարահատված պետք է խոնարհվես, դեպի դուրը չի գալիս։ Ինչին պետք է խոնարհվես։ Մարդուդ, երեխեքիդ, no. Ճշմարտությանը։ Որն է ճշմարտությունը։ Ճշմարտությունն է, որ դու պետք է ունենաս քրիստոնյա կյանք էլ, ոչ թե մենակ այս կյանքը ունենաս։ Դու պետք է քրիստոնյա կյանք ունենաս։ Քրիստոնյա կյանք պետք է ունենաս։ Կյանք պետք է ունենաս։ Եթե դու քո կյանքը սիրում ես, դա էլ է կյանք։ Ունեցի էլի, դժվար է, արա էլի, ինչի եք միշտ սենց հակառակ Աստծուն, որտև աղոթք չկա, չեն հասկանում։
Չեն հասկանում կարևորությունը Քրիստոսի արած աշխատանքի։ Չեն հասկանում, բայց ուզում են հասկանան, չգիտեմ։ Այդ պետք է իրան հարցնես։ Սա ժողովուրդ ուզում եմ փակեմ։ Այնտեղ մարդուկին էին, դև չունեին, Հիսուսը գնացել է խաչվել է, ծեծվել է, արյուն է թափվել, ջարդ ու փշուր է եղել, ինչ ասես թքել են վրեն, ինչ ասես չեն արել, որ քեզ փրկի ու այդ դևերին քշի, ու այսօր դու գնացել ես ընդ նստել ես կնգաթեթ հանգիստ գալմաղալ ես ստեղծել ու դև ես հրավիրում։ Why are you doing that? Գդիկ չլի ընկերը տեղնի, boyfriend-ը տեղնի, girlfriend-ը տեղնի, սիրածը տեղնի, ես չգիտեմ, դու ինչ ուզում ես անեդիր։ Ինչի ես թույլ տալի թազա դև գա։ Հիսուսը խաչվել է, այ մարդ, գնաց է չարչարվել է քո համար։ Այս մարդ 2000 տարի եկել է ջայլ տղա։ Ոչ կյանք ունեցել ոչ բան, ոչ վայելել այս կյանքը ոչ բան։ Իր ստեղծագործությունը մի օր չի վայելել Հիսուս, որպես մարդ։ Առաջի օրվանից աղոթքի մեջ, ծոմի մեջ, նեղությունների մեջ հեր չի ունեցե, ստեպ հերա ունեցե, ինչերի մեջով ասես չի անցե, բայց որոշեց մեզ փրկի։ Մա դու եկել ես նստել ես տեղ, կռիվ ես անում, թազա դև ես կանչում, հիմար ես, ինչ ես, ինչ, what are you doing? Ինչից է գալիս չաղոթելուց, իսկ որտից է չաղոթելը գալի, այս կյանքի զբաղմունքներից Աստծո խոսքի մեջ գրած է, կգնեն փշի մեջ ասում է, կխեղդվեն։ Իսկ քրիստոնյաները գիտես ինչ են սիրում, լիքը գործ, ու համարում են Աստծուցա, no, եթե Աստծուց քեզ տանում է, դե Աստծուց, you're a full man։ Ստեղ գալիս ենք քրիստոնյաների երեխեքը դև ունեն, սաղ օրը գեմ են խաղում, սաղ օրը գեմ են խաղում։ Արմեն գեմ խաղալը մեղ կա, եթե կապված ես, բա ինչ հա, դև կա հետևը։ Գիտեք ինչքան հիվանդություններ առաջացնում։ Էսի լավ բան չի։ Մենք սրանից լավ բան չտեսանք։ Մարդկանց, այն վաղ մարդիկ, որ պետք է գնային իրանց կանանց դավաճան են տենում էինք, հիմա ստեղով են դավաճանում։ Պետք չի ոչ մի տեղ էթան։ Այն վաղ պետք է գնայր կազինո բռնվեիր, ստեղով են խաղում։ Դու մեզ ինչ արեց էսի, եկավ քո տուն, քո տանն է, հանգիստ քեզ կործանում է, քո երեխուդ քեզ, so sad man։ Գնում ենք ընդեղ, եկել են, խնդրում են, եղբայր ջան օգնի, տանիքս ձեռքս գնում է, սաղորը կռիվ ենք անում, իրար չենք հասկանում, իրար դատի ենք տալիս, երեխեսի մեջ չի, այն մի երեխեսի մեջ չի, այն մի երեխեսի մեջ չի, երեխեքը rebellious, ամեկ իրա ճանապարհով, ծնողներին չեն ենթարկվում, մեկը դառնում է էշ, մեկը դառնում է կով, մեկը դառնում է անասուն, ինչ ասես երեխեքին չեն ասում, տենց է մարդ չդառավ, ոչ բանի չհասավ, գիտես ինչից է, որտեղ աղոթ չեն անում, գալիս է եկեղեցի, հովևը աշխատում է, ջանք է տանում, մեկը մի օր ընտանիքով ցանդվում են։ Գուրիկ ջան, եղբայր ջան, ես այս 3 ամիս է, ձեր ընտանիքի եմ աղոթք եմ, ձեր դևերի հետ կռվում եմ, ինչի՞ չեք եկեղեցի գալի։ Դու եղբայր Արմեն չես հասկանում։ I don't think so։ Եղբայր Արմենը կարող է մի 50 տարի առաջ անխելք եղներ, հիմա լավ խելացի է, believe me։ Ես հենց հիմա 20 հատ գիրք ունեմ գրելու։ Just go check yourself if you even have one book to write. Արմենը ստուպետ չի։ Ես մի քանի տարի է մենք ընտանիքով տեղ չեն գնացել։ Okay, 2 շաբթի գնայիր։ 3 շաբթի գնայիր։ 2 շաբաթով գնում են vacation։ Մեկը զանգում ես ընտանիք կպցնում, ասում եմ չկան, ասեմ չես կարա գնաս, քույրիկ ջան, եղբայր ջան, չեք կարա 2 շաբաթով բացակայել, it's a long time։ Հələ դուք չեք recover եղել, լա ես ձեր դևերին լրիվ չեմ քշել, լա աշխատում եմ ձեր վրա, ուր եք գնում։
Չէ, պետք է գնանք տոմսեր առելենք։ Գիտեք, դրանց ես հիասթափում եմ այդ մարդկանցից։ They're not thinking right. Their brain is not working. Գիտես ինչի? Again, they're not praying. Զանազանություն չունեն։ Բայց եթե նայես քո կյանքդ ոչ մի բան չի փոխվում, սաղ նույնն է մնացել։ Այստեղից այնտեղը, այս մարդուց այն մարդու մոտ բողոքում ես, խոսում ես, ուզում ես solution, չկա solution։ Ձեր solution-ը Արմենը չի, ձեր solution-ը Հիսուսն է, բայց դուք պետք է իր հետ շփվեք։ You have to fellowship with Jesus, no matter what. Ես երբ որ առաջի անգամ հասկացա, իմ կյանքս մի օր չեմ պակասացրել Աստծուց։ Գնացեք ամուսնացեք, տուն էլ առեք, երեխել առեք, եթե դև ունեցաք, կանելու է։ Գիտես ինչի շատ ժամանակ սատանան թողում, որ դու աճես մի քիչ, որ քանդի դիպրեսիայի մեջ ընկնես։ Որ սես լավ քեզ տրորի, ասի տեսար դե հաջող։ Կթողա բիզնեսներ բացեք, կթողա աճացնեք, ու մի օր գլխիդ կտա ու կտանի քեզ։ Շլիքը մարդիկ կան այդպես, believe me։ Ես գիտեմ։ Կգնան, բիզնեսը կբացեն, կգանից սատից խոսքեր կտան։ Այսօր եթե սաղ այդ խոստվողները, որից փող են խոստվեկան, այսօր Աննա ջան, ես 1 տրիլիոն փող ունեմ։ Շատ ասեցի։ Ուր են այդ տրիլիոնչիկները։ Հա? Բիզնես են բացել, բիզնեսներ են բացում, փողեր են խոստալի, եղբայրարներ։ Ինչ։ Ուր է փողերդ։ Մեկ երեխան հիվանդ է, մեկի կնիկը մեռել արդեն, մեկը էս, մեկ հետը խոսում ասում է, մենք որոշեցինք բիզնես բացեցինք, ասում է, գիշեր ցերեկ ես ու մարդս աշխատում ենք, հավատացյալ ենք, ճիշտ ասում է, եկեղեցի չենք գնում, բայց հավատում ենք Աստծուն, ասում հա հետո վերջն ասա, վերջն եմ ուզում անամ։ Նա դե վերջում կնիկս մեռավ, ինչի մեռավ։ Ես իմ մտքի մեջ ասացի, որովհետև դու էլ կնիկդ էլ ապուշ եք դրա համար։ Մենք հավատում ենք։ Դե հավատա, կնիկդ մեռավ։ Ասում է հիմա բարկացած եմ, ես չեմ կարող եկեղեցի գնամ։ Մի գնա, դու էլ ես ապուշ։ Այսա կմեռնես դժոխք կեթաս, քո կնգաթ հետ միասին։ Հենց էր պատմում, որ Յանիմ ինչ արելի, բիզնեսա բացե, ուրեմն դա Աստծուց, հա, եկեղեցի չեն գնում, աղոտ չեն անում, գիք չեն կարդում, սաղ օրը բիզնեսի մեջ են, you're gonna lose everything։ Եթե լուզել չանես, կյանքդ ես կորցնելու։ Պահի այդ զիբիլը, այդ փողերը, որ հավաքել ես ամեն արում ես, սրոները ավելացել են, բա հետո։ Վերջում մենք սաղս մահանալու ենք Աստծո ժողովուրդ։ But the question is, որտեղ ենք գնալու։ Դժոխք, թե դրախտ։ Դրախտ գնում են նրանք, ովքեր որ Հիսուսին ճանաչում են։ Եկեք ինձի ասում է։ Նրանք, ովքեր որ Աստծո ոչխարներն էին, նրա ձայնը լսում էին։ Դժոխք գնում են նրանք, ովքեր որ լսում են իրանց ձայնը։ Աշխատենք, չգանք, չանենք, չօգնենք, մենք մեզանով ապրենք։ It's not like that. Կանգնենք ոտքի Աստծո ժողովուրդ։ Ես մի հատ հարուստ եմ հիշում, լավ փող ուներ, շատ լավ փող ուներ։ I think երևի ինքը միակ մարդն է, որ ես այդ ձև հարուստ հանդիպել եմ, որ unlimited փող ուներ, unlimited փող ուներ, հայ մարդ էր, երիտասարդ, իրա ասեղները 300,000 էին, բայց մեռավ, խնդրում էր, որ ապրի,
Ես իմ կյանքից մեջ, հա, հարուստներ կան, հեռուստացով ենք տեսել, բայց այս face to face, I think the guy is the most rich man I ever saw. Որ իշքան փող ուզեր, կարար տար։ Ետ խնդրում էր, որ ապրեր, ասում էր, աղոտ կարա, որ ապրեմ։ I can't, ես ով եմ, որ աղոտ կանեմ։ Փողը ձեռը աղոտ կեր խնդրում, կյանք էր ուզում, պատկերացնում ես, կյանք էր ուզում։ Իրենք ինքան փող ունեն, որ մի ասեղը 300,000 էր, մենք ենք տեսել։ Սենց բերեցին, բացեցին, ես մետ ինչ օյներին, կյանք էր ուզում։ Ես ու ում հետ որ գնացել ենք, ասինք կարանք դրա մի այսքանը տանենք տուն, ծախենք մի 80,000 էր, $300,000 shots, brother, it's a lot of money, yet the man is gone. Մատ քուրիկի տուն գնացի, կյանք էր խնդրում, հավատացյալ էր, ինձ ասում էր, please, աղոտ կարը որ ապրեմ, no, չկա տես բան, it's too late, it's too late, իսկ է վաղտ ինքը գալիս էր, հələ պաշտամուկ չպրծած գնում էր, ուշ գալիս էր, շուտ գնում էր, մի անգամ գնացի ասեցի, գիտես մի անգամ ուզում եք քո մարաղոտ կանեի, աշկես բացի դու արդեն գնացել ես, քո օրհնությունները մնաց օդի մեջ, դե ասում եմ գործի եմ, բիզի եմ, որ հիվանդացավ, ասի դե հելի գնա աշխատի, գնա աշխատի, ասում եմ չեմ կարող, ասի ոչինչ դու գնա աշխատի, գնա աշխատի, ասեց հիվանդ եմ, չեմ կարող, I don't care, դու ինձ ասիր ես բիզի եմ, մնա բիզի, հաջող, she died. You don't do that. Մեզ կյանք տվողը Աստված է։ Ինքն է մեզ կյանք տալու։ Հիշեք 40-ներդ եկավ զգուշացեք։ Ինչ կյանք որ ապրել եք դևերը գալու են։ Էլ հիվանդություն են բերելու, էլ ինչ էշություններ ասել լցնելու են մարմիններ, բայց եթե դու Հիսուս ունես, ինքը կմաքրի։ Ես իմ տարիքից մեջ 40 տարեկան տղեկից ավելի ծանր եմ անում։ Իսկ իրանք սկի չեն կարող մի բան բարձրացնել, բացի իրանց հեռախոսից։ Մենակ այդ մի մկանն է աշխատում։ See, that's very bad. Ուզում եմ այսօրվանից մտածեք, այս ինչ որ ցույց տվեցի։ Ավելի լրջանակ, որ չաղոթելը մեծ պրոբլեմա ձեր համար։ Ինձ ինչ, դուք ձեր ձևերին եք պահելու, ինձ հեշ չի խանգարում։ Ինձ վաբշե չի խանգարում, դուք աղոթեք թե չաղոթեք։ Եթե գնակել գնացեք, էլի ինչ չի խանգարում։ Որտեվ Աստված ուրիշ մարդ կբերի դրա տեղը։ So far, որ այսքան վաղ նայել ենք, այս եկեղեցին 100% փոխվել է։ Չի խանգարում ինձ։ Ես էլի շարունակել եմ Աստծո գործանելը։ Մա դու կլես թե ես կլեմ, կարևոր չի։ Կարևորը նենա որ վաղը որ գնամ դրախտ ուզում եմ քեզ ստենամ։ Ուզում եմ ձեզ ստենամ։ This is what I want. Ուզում եմ ձեզ ստենամ։ Ուզում եմ ասեմ, you made it. Hallelujah. Let's praise the Lord. Finally, no more sufferings. God is good, people. We're all in heaven. God is good. That's the whole point. Տեր ջան, փառք ու պատիվ քեզ Տեր Հիսուսին։ Օրհնես ամեն մեկին այսօր Տեր ջան։ Թող իմ խոսքերը խիստ չերևա Տեր ջան, այլ որպես education Տեր Հիսուսին։ Օրհնես ամեն մեկին, որպեսզի գան, ծնկի եւ ռեգուլյար աղոթ կանեն քո հետ շփվեն։ Թեպետ ուզեն իրանց կարիքները կարևոր չի, բայց քո հետ միշտ հաղորդակցվեն Տեր Հիսուսին։ Ես խնդրում եմ իմ կողմից Տեր, որ ամեն մեկին լուսավորես, ինչպես Պողոսն է ասում, գիտություն հավաքեք, ձեր սերը ավելանա նրա վրա։ Հիսուս ջան, շնորհակալ ենք, որ մեզ համբերում ես, դիմանում ես եւ սիրում ես։ Դու ներես մեր բոլոր սխալները,
Շնորհակալ ենք, որ մեզ պահում ես եւ պահպանում ես։ Ես հավատում եմ, որ այս տարի ամեն մեկը կլինեն զորավոր եղբայրներ եւ քույրեր, կլինեն զորավոր անձնավորություններ, որոնք որ ամեն բան կփոխեն, թե իրենց ընտանիքները, թե իրենց երեխաներին, թե իրենց բարեկամներին, թե իրենց ազգականներին, թե կբերեն փրկություն իրենց մարմինների վրա եւ Տերս քեզ մեծ ուրախություն կպարգևեն։ Շնորհակալ եմ, երկնավոր Հայրիմ, ամեն ինչի համար օրհնես քո ժողովուրդդ in Jesus mighty name, and God's people said, all right guys, thank you for coming. Հիմա չմոռանաք օրհնեք Տիրոջը, Աստծո խոսքի մեջ գրած է, Տիրոջ տուն գալուց դատարկ ձեռքով չգաք։ Եվ Աստծուն տալը պատիվ է, ոչ թե նեղություն։